Երբեք չկարծեք, որ ես ինձ 83 տարեկան եմ զգում։ Ես ինձ երբեմն 20 տարեկան եմ զգում, բայց ցավալի է, որ հայլին ցույց չի տալիս այդ բանը։ Այժմ 83-րդ տարին եմ գտնվում։ Կյանքի շատ տարբեր ճանապարհներով եմ անցել եւ լավ եւ վատ, դիմակայել եմ, կարողացել եմ շատ դժվարություններ հաղթահարել, բայց հիմա էլ արդեն ապրում եմ ծերության տարիքում, բայց ես ինձ ծեր չեմ համարում։ Ես իմ ծերությունը ինչպես տեսակ ոտքերն են պրոբլեմը, այսինքն Տիկին Լույզա, դուք ձեր ծագման մասին ասացիք, անընդհատ նոր բաներ են կարծես թե բացահայտվում։ Տատիկս Բաքրատունյա ցեղից էր։ Ես հիշում եմ, որ տատիկիս տանը տեսա կոտ, չիմացա դա ինչ էր սկզբում։ Տատիկս բացատրեց, որ դա կոտ է ոսկի չափելու կշերքը։ Ասեցի, իսկ ինչու եք դա բեր, դա ասեց գաղթի ժամանակ մեզ հետ վերցրել ենք։ Իդրա քանի որ տատիկս իշխանական ցեղից էր, իսկ պապիկս էլ սովորական ընտանիքից էր։ Մտածելով, որ քանի որ տատիկս իշխանական ցեղից է, մեծ օժիտ կունենա, պապիկս լինելով տարիքով ավելի փոքր, ամուսնացել է տատիկիս հետ, բայց օժիտ չեն տվել։ Ակնկալած օժիտ ամեն դեպքում չէ։ Օժիտը չի ստացվել, բայց նրանք համատեղ ապրել են մոտ 65 տարի, շատ սերով լավ ամուսիններ են եղել։ Դուք ինչ մասնագիտություն ունեք եւ ինչ մասնագիտական ուղի ունեք։ Ես մասնագիտություն եմ ստացել համալսարանում, կենսաբանական բաժին եմ ավարտել համալսարանի, միաժամանակ դպրոցում եմ աշխատել, դասավանդել եմ եւ տնարարություն։ Բայց թոշակի անտարիքից հետո որոշեցի, որ մեր կյանքը իմ ամուսնու հետ շատ ավելի դժվար կլինի, իհարկե այն ժամանակ երեխաներս բավականին մեծ էին, եւ որոշեցի, որ հարկավոր է ինչ-որ փոփոխություն մտցնել կյանքի մեջ։ Ամուսինս ինձ ասեց՝ «Այկին, հո չես գժվել։ Այս տարիքում դու ուզում ես ինչ-որ նոր լեզու սովորես»։ Ասա՝ «Այո»։ Որոշեցի եւ դիմեցի Պարսկաստանի դեսպանատուն։ Դեսպանի հետ խոսեցի, հաղորդակցվեցինք իր հետ, նա միայն մի խոսք ասեց ինձ։ Պարսկերեն ասեմ, թե հայերեն։ Պարսկերեն ասեք, հայերեն թարգմանեք։ Ասեց, խանום Լույզա, զաբանը ֆարսի յադ գերեվտան ինղատ աստուննիսեշ։ Այսինքն պարսկերեն լեզուն սովորել այդքան հեշտ չի։ Եվ կա օրենք, բնության օրենք, մինչև 40-45 տարեկան կարող եք դուք սովորել, բայց նրանից հետո ձեզ համար շատ դժվար կլինի։ Ես ասեցի, պարոն Շաքիբա, ես խնդրում եմ, երբ ես կուսանեմ եւ կավարտեմ, քննության ժամանակ ներկա գտնվեք։ Եվ երբ ես քննությունը տվեցի, նա կանգնեց ոտքի, ցապ հարեց, ասեց «Խանոմի Լույզա, ալի նշանակում է գերազանց»։ Ես շատ շոյված զգացի, բայց երկրորդ անգամ որոշեցի նույն դասընթացը կրկնել, որովհետև ես միաժամանակ աշխատում էի պարսիկների հետ, որտեղ պետք էր ինձ գումար վաստակել, եւ ուսանում էի։ Երկրորդ անգամին, երբ որ գնացի երկրորդ անգամ այդ ուսումը կրկնելու, երբեմն բացակայում էի դասերից։ Բայց գալիս էի ուսուցչուհուն Ասատրյան Ժենյանն ողորմի իրան, շատ լավ կին էր։ Ասում էր՝ «Տիկին Լույզա, ինչի եք ուշացել»։ Ասում է՝ «Տիկին Ժենյա, ես պետք է միաժամանակ գումար աշխատեմ իմ ընտանիքի համար»։ Եվ ես ավարտեցի, սովորեցի։ Ինձ շատ լավ զգացի, հետո գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ գնացի ուսանելու, արդեն 3 ամիս անցել էր ժամանակը։ Ուսման սկիզբը սկսելու ժամանակը։ Այսինքն ձեր դասընկերներն այսպես ասած արդեն 3 ամիս սովորել են, բայց ես կարողացա հասցնել նրանց եւ անցա, որտեվ ամեն դեպքում ես փայլում էի գիտելիքներով։ Հետո նրանք ինձ տալիս էին պարսկական գրական լեզվի ուսուցումը, բայց ես հանդիպելում պարսիկների հետ, որոնք գրական լեզվից շատ հեռու են, ու որոշեցի հրապարակում հաճախ շրջակայել։ Գնում էի, նստում էի նստարանին, որտեղ նստած են պարսիկներ, խոսում են իրար հետ, ես մոտենում էի, կարելի է ձեզ հետ հաղորդակցվել եւ այլ, եւ խնդրում եմ, եթե ես ձեզ հետ խոսեմ պարսկերեն, եթե սխալ ունենամ, ուրեմն խնդրում եմ սխալը ուղղել։ Էսլակոն նշանակում է ուղղել սխալս։ Հայիշ միքոն ամ խանոմ ջան, համեցեք, խնդրեմ։ Եվ սովորեցի միաժամանակ պարսկերենի փողոցի լեզուն, գործածական լեզուն։ Օրինակ պարսիկն ասում է միգույամ նշանակում է գիտեմ, բայց պարսիկ ժողովուրդը չի ասում միգույամ, ասում է միգյամ։ Հարցեր կա, ասում ենք վկայական, ասենք վարորդական, ասում է գավահինամ է ռանանդգի, գավահինամ, իսկ պարսիկն ասում է գավինամ է։ Բավականին տարբերություն կա։ Շատ տարբերություններ կա, եւ ես կամած կարողացա նաեւ տիրապետել այդ լեզվին, հետո սկսեցի աշխատել իրանց հետ։ Տիկին Լույզա, քանի տարեկան էիք, երբ որ գնացիք դասընթացի, որոշում կայացրիք։ 69-70 տարիքին։
Քանի տարի տևեց։ 4 տարի։ Եվ այսօր եւ դասընթացի ավարտին ինչ մակարդակիրաներ են գիտեիք։ Գիտեք ինչ կա, ես չգիտեմ իմ ինարների մակարդակը ինչ աստիճանն է, բայց ես գիտեմ, որ ինձ հաճախ խնդրում են թարգմանություններ անել, ոչ գրավոր, այլ բանավոր, օրինակ իրանցին ինչ որ ոստիկանության կամ փաստաբանի հետ ինչ որ պետք է հաղորդակցել, փաստաբանը չէր տիրապետում լեզվին, ինձ ժամավճարով խնդրում էր, որ ես իրան աջակցեմ, անեմ այդ թարգմանությունները, եւ ես չի առարկում, որտեղ դա շատ ձեռնատու գործ էր, եւ իրանք լավ էլ ինձ վարձահատույց են լինում։ Հետո գիտեք ինչ կա, երևի իմ տարիքներ միաժամանակ ինձ շատ հարգում են, Մուխթարամի խանım Լյուիզ, այսինքն հարգարժան տիկին, իմ անունը Մուխթարամի խանım Լյուիզ, այսինքն այդ ձևով են ինձ հետ դիմում պարսիկները։ Եվ միջև այսօր որոնց հետ որ ես հաղորդ, ես անգամ մոռացա իմ այցեքարտը բերեմ ձեզ ցույց տալու։ Ես շատ այցեքարտեր ունեմ, պարսիկները որ ինձ հետ աշխատել են, հետո գնացել են, միշտ զանգահարում են, հարցնում են, ասում են, խանım Լյուիզա, մենք ուզում ենք գանք։ Ուզում են ինչ կարծիքի եք, ինչ կա, ինչպես կարող ենք անցկացնել ժամանակ, ասում եմ, ցավում եմ, բայց ես արդեն էլ չեմ աշխատում, որովհետև ունեմ այսպիսի խնդրեմ։ Առաջարկում են օգնություն։ Եթե կուզեք, մենք ձեզ օգնենք, ինչ որ եւ այլն, ես մի քիչ ապարտ բնավորություն ունեմ, մերժում եմ։ Իսկ դասընթացի ավարտին, երբ որ այսպես ասած գերազանց գնահատական ստացաք, եթե չեմ սխալվում, աշխատանքի առաջարկել եղավ, չէ՞, ինձ այդ ժամանակ։ Այո, ինձ աշխատանք առաջարկեցին, ասեցին, հարցրեց ինձ աղայ Շապկի բան, դուք ռուսերենի տիրապետում եք, ասի, ես ռուսերենի մասնագետ չեմ, իմ ռուսերենի գիտելիքները իդեալական չեն կարող լինել երևի, որտեղ դա իմ մասնագիտական կրթությունը չի։ Ասեց, խնդրեմ նստեք։ Նստեցի կոմպյուտերի դիմաց, ինքը աշխատում է, ես չեմ հասկանում ինչ է կատարում, հետո ինքը ինձ հարցնում է պարսկերը։ Այս ինչ բան ինչպես է, ես պատասխանում ռուսերեն, ապա ես հասկացա, որ նա ստուգում է իմ գիտելիքները ռուսերեն։ Մի կես ժամ չանցած ասեց տիկին, դուք մեզ հարմար եք։ Խնդրում եմ պարապեք եւ անհատական եւ խմբակային։ Անհատական պարապեցի հենց անձամբ իր որդու հետ, Մոհսենի հետ։ Իսկ խմբակայինը ինձ համար ձեռնատու չէր, որտեղ ես խմբակի հետ աշխատելու համար պետք է ստանալ ժամ ընդամենը 7000 դրամ, բայց ես շատ ավելի մեծ գումար կարող աշխատել, երբ որ առանցին անհատների հետ կարողանայի աշխատել։ Ես ստանում եի տեսարժան վայրեր, ստանում եի Սևան, Գառնի, Գեղարդ, իրանք ասում են տելեկաբին են օթով ճանապարհ որ ճոպանուղին տելեկաբին են իրանք այդտեղ էի տանում եւ ես իմ վարձատրությունը ստանում եմ իմ աշխատանքից որպես գիտեք նաեւ աշխատում գիտեի եւ ես չեմ դժգոհել երբեք ոչ մի առիթով ոչ մի հարցով դժգոհություն առարկություն միշտ բաժանվել ենք իրար շատ մեծ հարգանքով որ մինչև այսօր ինձ այդ մարդիկ երբեմն զանգ են տալիս հարցնում են իմ որպիսությունը կամ հարցնում են ինչի կարիք ունեմ ինչով կարող ենք օգնել բայց ես իհարկե առարկում եմ ոչ մի բանի կարիք չունեմ Տիկին Մուզա ես ճիշտ եմ հասկանում որ դուք երկրորդ շնչառություն վերցրել եք թոշակից հետո եւ այն ամեն ինչի մասին պատմում եք դուք դա կարողացել եք անել ձեր այսպես ասած կյանքի եթե թույլ տակ ասել երկրորդ փուլում հա այո Այո, ես արել եմ այդ բոլորը, երկրորդ փուլը չի, երևի երրորդ փուլը կարելի ասել, որտեղ 70 հասեք արդեն երկրորդ փուլը չէ։ Բայց նորից եմ ասում, ես չեմ ափսոսում, մինչև այսօր ես իմ տանը նստած, որտեղ ոտքերի խնդրեմ ունեմ, չեմ կարողանում շատ շարժվել, ես կարդում եմ։ Ես կարդում եմ պարսկերեն գրքեր, ես կարդում եմ ունեմ պարսկա հայերեն բառարան եւ հայ պարսկերեն բառարան։ Երբ որ ինչ-որ մի բան հանգարց կարողան մոռանում եմ, բացում եմ անպայման բառարան, նորից փնտրում եմ, պրպտում եմ, ունեմ այդ անհանգիստ բնավորություն, անգամ անգլերենով եմ հետաքրքրում շատ։ Արաբերենով էլ սկսեցի զբաղվել, բայց ընդհատվեց, որտեղ ժամանակին արաբներ էլ էին գալիս Իրաքից, հետո հանգարց դադարեցին գալ։ Նրանց հետ էլ եմ աշխատել։ Ամերիկացիների հետ էլ եմ աշխատել։